Ողջույն ձեզ, շատ ուրախ եմ ձեր մեջ գտնվել այսօր ժողովուրդ ջան, Աստված օրհնի բոլորիդ ու շատ շնորհակալ եմ Լևոն եղբորը հրավելու համար, այս հրավերի համար, որ այսօր ես էլ կարողանամ ձեզ հետ զրուցել, նաև պատմել իմ մասին, իմ գործունեության մասին։ Նասրատ չի։ Okay։ Մի քիչ կուզեի խոսել իմ անձնական պատմության մասին, որովհետև իմ պատմությունը բավականին հետաքրքիր է ու շատերի պատմություններից հնարավոր է տարբերվի մեր օրերում, շատ հավատացյալների, շատ քրիստոնյաների ճանապարհներից, հոգևոր ու պատմություններից։ Իմ պատմությունը ընդհանրապես Քրիստոսի հետ Աստծո հետ սկսվում է դեռ փոքր տարիքից։ Ես մեծացել եմ քրիստոնյա ընտանիքում ու դեռ փոքր տարիքից լսել եմ Հիսուս Քրիստոսի մասին։ Այսինքն, որ այսպես ասեմ, ես ինչքան ինձ հիշում եմ, ինչքան որ իմ գիտակցությունը բացվել է, ես իմացել եմ ով է Աստված, իմացել եմ ով է Հիսուս Քրիստոսը։ Ու մեծանալով քրիստոնյա ընտանիքում գնացել եմ եկեղեցի, մասնակցել եմ արարողություններին, լսել եմ Աստվածաշնչի խոսքը, դաստիարակվել եմ հենց քրիստոնեական խոսքով։ Սակայն ոնց որ լինում է շատ պատանիների տարիքում, երբ որ գալիս են այդ պատանեկան այդ անցումային շրջանը, այդ տարիքը 12-ից մինչև 15-16 տարեկանը, ինձ մոտ եղավ մի պահ, երբ որ ես տարվեցի, այսպես ասած, աշխարհով, աշխարհիկ այդ ամեն ինչով, ու եթե բառը ճիշտ օգտագործեմ, նույնիսկ գայթակղվեցի քրիստոնեությունից, որովհետև երբ որ արդեն դու դառնում ես պատանի, այդ քո անցումային շրջանն է լինում, ու քո տնեցիկ ընտանիքը անընդհատ քեզ ասում արի եկեղեցի, մասնակցի եկեղեցական արարողություններին, սա մի արա, էս մի արա, էս ինչ մարդու հետ մի շփվի, երիտասարդ պատանին, այսպես ասեմ, պատանին դրանից կարող է գայթակղվել ու այն ժամանակ դա նույնպես ինձ վրա ազդեց։ Ու այդ ժամանակ ես հեռացա Աստծուց, հեռացա եկեղեցուց, հեռացա ընդհանրապես քրիստոնեությունից ու տարվեցի աթեիզմով։ Շատերը արդեն կիմանաք, որ աթեիզմը նշանակում է ընդհանրապես Աստծուն չհավատալ, կոյնեունարենից ա ժխտական հոդը եւ թեիզմ, այսինքն ոչ Աստծուն, ոչ հավատքին, բայց նաև կա այսպիսի մի շարժում, որը կոչվում է նոր աթեիստական շարժում, որը ժամանակակից աշխարհում բավականին տարածված է ու հատկապես երիտասարդների մեջ։ Ու դա նույնպես ինձ տարավ, ես նույնպես տարվեցի դրանով։ Պատանի տարիքում սկսեցի ուսումնասիրել այդ խորը ժամանակակից աթեիստական գրականություն, հին գրականություն, Բերտրան Ռասել, Նիցշե եւ այլն, ու տարվեցի ու ինձ մոտ կարելի ասել, այսպես ժողովրդական բառը մենք ոնց ենք ասում, դարձավ պրինցիպի հարց, որ ես հերքեմ քրիստոնեությունը, որ ես ապացուցեմ, որ իմ ծնողներին, որ դուք այսքան ժամանակ օրինակ եթե ինձ ստիպում եք, որ ես ապրեմ քրիստոնեական կյանքով, այսքան ժամանակ ստիպում եք գնամ եկեղեցի, դրա իմաստը չկա, դուք սխալվում եք եւ ես ճիշտ եմ։ Ուսումնասիրեցի ու մի պահ եղավ, երբ որ ես հասկացա, որ բայց մի վարքյան ախր տրամաբանությունը հակառակ ճամբարում է։ Երբ որ դու ուսումնասիրում ես աթեիզմ, դու ավտոմատ միևնույն է ուսումնասիրում ես նաև հակառակ կողմը։ Երբ որ դու նայում ես տարբեր դեբատներ, կարծում ես տարբեր բանավեճեր կամ դիտում ես, ու ես հասկացա, բայց մի վարքյան հակառակ ճամբարը, որը տվյալ պարագայում քրիստոնեությունն էր, թեիզմն էր, մարդիկ, որոնք խոսում են հոգուտ Աստծո գոյության, հակառակ ճամբարում ավելի տրամաբանական փաստեր կան։ Միտքը ավելի հասկանալի է։ Ու մի հետաքրքիր պահ կար, որ ես Լևոն եղբորը ծանոթանալիս էլ նույնպես ասեցի, որ բեկումնային էր ինձ համար ու իմ կյանքի համար, ես ճիշտ է հետաքրքրված էի աթեիզմով, ես որոշ չափով լցված էի քրիստոնեության դեմ, հավատի դեմ, բայց իմ սիրտը բաց էր ճշմարտության համար, ինչպես Հիսուս Քրիստոսն է ասում Հովհաննես ավետարանի 8-րդ գլխի 32-րդ խոսքը, կճանաչեք ճշմարտություն եւ նա այն ազատ կարձակի ձեզ։ Այդ ամբողջ ընթացքում իմ սիրտը բաց էր ճշմարտություն ընդունելու համար։ Այո, ես կանխակալորեն էի ուսումնասիրում այդ ամեն ինչը, որպեսզի հերքեմ քրիստոնեությունը, ասենց ասած, բայց մեկը ճշմարտության համար սիրտս բաց էր։ Ու եղավ մի պահ, որ ես ինքս այդքան երկար ուսումնասիրություններից հետո մի պահ կանգնեցի, ասեցի, մի վարքյան չէ, ես ինքս չեմ կարող ինձ խաբեմ։ Փաստերը, ճշմարտությունը, վկայությունները, տրամաբանությունը վերջը մենք մարդիկս բանական էակ ենք, մենք տարբերվում ենք կենդանիներից, որովհետև կարողանում ենք մտածել, իսկ մտածելով մենք կարողանում ենք տարբերակել ինչն է ճիշտ, ինչը սխալ, ինչն է ավելի տրամաբանական։
Այս պարագայում այդքան երկար հետազոտությունների ընթացքում, որը 2-3 տարի մոտ տևեց, ես եկա ու կանգնեցի նրան, որ Աստված իրոք գոյություն ունի, Աստված իրապես կա, Աստված չի կարող չլինել, եթե Աստված չկա, ամեն ինչ անիմաստ է, ինչպես Դոստոևսկին ասել իր Կարամազով եղբայրների աշխատության մեջ, այո, ու հետոն ավելի, երբ որ դու գիտես, որ Աստված կա, լավ, կա արարիչը, կա Աստված, ով ստեղծել է տիեզերքը, բայց որ Աստված։ Երբ որ դու հավատում ես արդեն Աստծո գոյությանը, դու կանգնում ես մի փաստի առաջ, աշխարհում կան 1000-ից ավելի կրոններ, 1000-ից ավելի ուսմունքներ։ Լավ, որն է ներկայացնում իրական Աստծուն։ Այդ քայլը անելուց հետո, երբ որ ես արդեն արեցի իմ մի քայլը եւ հավատացի Աստծո գոյությանը, երկրորդ քայլը արդեն այն էր, թե որ ուսմունքն է իրապես ճշմարիտը, որն է իրապես Աստծո հայտնությունը։ Իմ միտքը էս էր, որ եթե Աստված արարիչը իրապես կա, եթե Աստված արարիչը տվել է մարդկանց բանականություն եւ մենք ամեն ինչի մեջ փնտրում ենք իմաստ, ուրեմն այս արարչագործության մեջ էլ պետք է իմաստ լինի։ Ուրեմն արարիչը նույնպես ինքը պետք է իմաստ դրած լինի իր արարչագործության մեջ ու դրանից բխելով նաև պետք է հայտնած լինի մարդկանց։ Այսինքն Աստված միայն չի արարել եւ քաշվել կողք, նա բնականաբար պետք է ներկայացրած լինի իր բանականություն ունեցող արարչագործություններին մարդկանց, որոնց իր պատկերով է ստեղծել, իմաստը եւ իր էության մասին հայտնությունը։ Սկսեցի ուսումնասիրել հայտնի մեծ խոշոր կրոնները, ուսմունքները. բուդդիզմ, կրիշնայականություն, հինդուիզմ, իսլամ, վերջ-վերջով խորությամբ ուսումնասիրեցի իսլամը։ Ես ամենասկզբում իհարկե քաշված է, այսպես ասած, ավելի շատ խուսափում եմ քրիստոնեությունից, ինչի, որովհետև ես հայ եմ, որովհետև ես մեծացել եմ քրիստոնեական ընտանիքում, որովհետև այդ ընտանիքում մեծացած լինելու այդ քրիստոնեական բարքերն էին, որ պատանի տարիքում ինձ տարան դեպի աթեիզմ։ Բայց սկսեցի արդեն նաև ուսումնասիրել քրիստոնեությունը։ Այն ժամանակ, երբ որ դու ուսումնասիրում ես մյուս կրոնները, խոշոր կրոնները գոնե։ Տեսեք, աշխարհում հազարավոր կրոններ կա, ես բոլորը չուսումնասիրեցի, ես ուսումնասիրեցի խոշոր կրոնները։ Ինչու՞, որովհետև անտրամաբանական կլիներ, որ 8 միլիարդ բնակչություն ունեցող աշխարհում ճշմարիտ կրոնը լիներ օրինակ աֆրիկական ինչ-որ մի ցեղի փոքրիկ ուսմունքը։ Միթե Աստված միայն այդ ցեղին պիտի բացեր իր էությունը եւ իմաստը կյանքի մասին, բնականաբար ոչ։ Այս տրամաբանությամբ սկսեցի ուսումնասիրել խոշոր ուսմունքները, խոշոր կրոնները։ Ամենավերջում եկա էլի քրիստոնեության ուսումնասիրությանը։ Ու մի հետաքրքիր բան կա ժողովուրդ քրիստոնեության մեջ։ Լինելով մարդ, ով սովորում է նաև աստվածաբանության ֆակուլտետում, ով նաև գիտական մակարդակով ուսումնասիրում է կրոնները, ուսմունքները, ես մի բան գտա։ Այն ժամանակ դեռ չէի ուսումնասիրում, բայց հիմա արդեն որպես նաև այդքան խորությամբ ուսումնասիրող մարդ կարող եմ նաև հաստատել իմ այդ կարծիքը, որ այն ժամանակ ունեի։ Քրիստոնեության մեջ մի բան կար, որը չկար այլ ուսմունքների մեջ։ Քրիստոնեությունը միակ ուսմունքն էր, որում այն արարիչը, որին ես բացահայտել էի, պատասխանատու է իր արարչագործության համար։ Եթե համեմատենք աշխարհում երկու հետևորդների թվով խոշորագույն կրոնները, ուսմունքները, առաջինը քրիստոնեությունն է բնականաբար, երկրորդը իսլամը։ Ու ինչ ենք մենք տեսնում իսլամի մեջ։ Ալլահը, այսինքն արարիչը, իսլամի Աստված, պարտադրում է, որ մարդիկ ծառայեն իրեն։ Ոչ միտեղ չկա Ղուրանում կամ իրենց հադիսներում արտահայտություն, որ մարդիկ Աստծո զավակներն են։ Բոլոր տեղերում մարդիկ ներկայացում են որպես Աստծո ստրուկներ։ Եվ իրանք պետքա ծառայեն, որ վերադառնան Աստծուն։ Գործեր։ Բայց ես տվյալ պարագայում ասում եմ, ախր մի վարքյան, գործերով անհնար է։ Մենք բոլորս մեղավոր ենք, չես կարող սրբանաս։ Չկա մարդ, ով որ մեղք չի գործում։ Իսկ քրիստոնեության մեջ արարիչ Աստված պատասխանատու է իր արարչագործության համար։ Մենք հիշում ենք, չէ՞, Հիսուս Քրիստոսը ինչ օրինակներ էր բերում, հովի եւ գառների օրինակները, այսինքն կորած գառան հետևից եկող Աստված է։ Պատասխանատու լինելով Աստված ինքը մարդացավ ու իր կյանքը զոհեց հանուն մարդկանց փրկության։ Սա միանգամից թե բարոյական եւ թե տրամաբանական հիմք էր ինձ համար ընտրելու թե այդ ուսմունքներից որն է ճշմարտությունը։ Ես կանգնեցի քրիստոնեության վրա ու պահը եղավ, որ ես ասեցի ոչ, իրապես քրիստոնեությունը ճշմարտություն է։ Եթե քրիստոնեությունը ճշմարտություն չէ, ուրեմն կյանքը անիմաստ է։ Ուրեմն
Ոչ մի իմաստ չկա, ուրեմն մեր բոլոր պատկերացումները, մեր բոլոր տրամաբանության այդ օրենքները, միտքը, բանականությունը ուրեմն սխալ է, եթե քրիստոնեությունը ճշմարիտ չի։ Դրանից հետո սկսեցի տարբեր ուսումնասիրություններ անել, ավելի խորությամբ ուսումնասիրել, ավելի խորանալ ու կիզակետը նաև իմ քրիստոնեությունը ընտրելու համար եղավ այն, որ ես խորությամբ սկսեցի ուսումնասիրել Հիսուս Քրիստոսի հարության պատմությունը, որը շատ յուրահատուկ է, որը հիմնավորված է թե քրիստոնական ու թե պատմական աղբյուրներով, որը իրենից ներկայացնում էր սա, նույնիսկ անկախ տեսանկյունից, այսինքն այնպես ինչպես պատմիչներն են ներկայացնում, Հիսուս Քրիստոսը, ով առաջին դարում հրյա քարոզիչ էր, քարոզեց, նա ուներ հետևորդներ, որոնք 3 տարուց ավելի նրա հետ շրջեցին, նրան դատապարտվեցին խաչելության, նրա այդ հետևորդները թողեցին ու փախան նրանից, նրա հետևորդներից այն հետևորդը, որին նա ժայռ անվանեց, 3 անգամ ուրացավ նրան։ Ու նրան խաչեցին, որին ականատես եղան, այնպիսի վայրում խաչեցին, որ ամբողջ քաղաքը ականատես եղավ, եւ նրա առաքյալները, աշակերտները նույնպես ականատես եղան իր խաչելությանը։ Թողեցին, փախան, տեսան, որ 3.5 տարի հետ որ շրջում էին, որին պատկերացնում են, որ դա իրենց մեսիանը եկել է ու փրկի իրենց Իսրայելը հրյա ժողովրդին, տեսան, որ այդ անձին իրենց ուսուցչին խաչեցին։ Ու հետո ինչ ենք մենք տեսնում։ Ընդամենը օրեր անց այն մարդիկ, ովքեր մահից վախենալով թողեցին ու փախան իրենց ուսուցչին, հայտնվում են Երուսաղեմի հրապարակում ու սկսում են քարոզել, որ իրենց այդ ուսուցիչը հարություն առել մեռելներից, երևացել է իրենց, մի քանի տասնամյակ շարունակ քարոզում են, հալածվում են, բանտ են գցվում, ընդհուպ մինչև գնում են մահվան։ Ու այսօրվա դրությամբ այդ մարդիկ փոխել են աշխարհը։ Այսօրվա դրությամբ աշխարհում անունները իսկ, իմ անունը իսկ Պետրոս, այդ մարդկանց անուններից է։ Երբ որ մենք նայում ենք անգամ անունները, տաճարները, աշխարհի խոշորագույն, հզորագույն սիրուն կառույցները այդ մարդկանց անուններով է։ Աշխարհում մարդկանց մեծամասնության, նամանավանդ արևմտյան մշակույթում ու կապ չունի լեզուները, նույն իմ անունը, հայերեն մենք ասում ենք Պետրոս, հունարեն Պետրոս, անգլերեն Փիթեր բառն է, իտալերեն Պիետրո, իսպաներեն Պեդրո, ամբողջ աշխարհում քրիստոնեությունը թողեց իր հետքը։ Ես կանգնեցի մի հարցի վրա. Ինչի այս մարդիկ թողեցին, լքեցին իրենց ուսուցչին ու հետո հայտնվեցին քարոզելով նրա հարությունը։ Երկու տարբերակ կար, երկու տարբերակը աթեիստական աշխարհը ներկայացնում։ Կամ նրանք ստել են, որ Հիսուսը հարություն է առել մեռելներից, կամ նրանք իրապես հավատացել են, որ Հիսուսը հարություն է առել մեռելներից եւ ունեցել են հալյուցինացիաներ։ Առաջին պարագան, առաջին դեպքը իմ համար միանգամից ակնհայտ էր, որ անհնար է։ Ինչի՞, որովհետեւ ով իր կյանքը կզոհի, հանուն ստի, որը ինքը անձամբ գիտի, որ սուտ է։ Եկեք մի պահ պատկերացնենք։ Նրանց ուսուցչին սպանեցին իրենց առաջ։ Նրանք տեսան, որ Հիսուսը մահացավ իրենց աչքի առաջ։ Դա ինչ էր նշանակում, որ բոլոր խոստումները, բոլոր խոսքերը հոդս ցնդեցին։ Նրանք վախեցան, թողեցին, փախան։ Ու ոնց կարող ենք մենք պատկերացնել, որ իրանք հավաքվեցին իրար հետ, որոշեցին, ասեցին, դե աշխարհին խափենք, ասենք Հիսուսը մեզ երևացել է 40 օրերի ընթացքում, տեսել ենք իրան, հրաշքներ արել, հետո իմաստը, բայց դա իրականությանը չէր համապատասխանում։ Մարդիկ առարկում են, ասում են, հազարավոր մարդիկ պատմության ընթացքում իրենց կյանքերը տվել են տարբեր գաղափարների համար։ Այսօրվա դրությամբ terroristը մտնում է եկեղեցի, պայթեցնում է, բայց այստեղ մի բայց կա, մի տարբերություն կա։ Terroristը իրեն պայթեցնում է, հավատալով, որ ինքը ճշմարտություն է գործում, բայց այս պարագայում, եթե առաքյալները ստում են, իրենք գիտեին, որ ստում են։ Իսկ եթե դու գիտես, որ դու ստում ես, ո՞րն է քո շահը։ Իմաստը, այսինքն ստեցին, թե Հիսուսը հարություն առել ու հանուն դրա մահացան ու վերջ։ Մարդիկ կանացում են դա արեցին փառքի համար, իշխանության համար, ում իշխեցին։ Մենք ախր պատմություն ենք տեսնում։ Մենք տեսնում ենք քրիստոնեական պատմություն։ Մենք հռոմեական պատմություն ենք կարդում, Կորնելիոս Տակիտոս, Վետենոս Թրանկվիլոս, Ներոնի հալածանքներն ենք տեսնում։ Պողոս եւ Պետրոս առաքյալները Ներոն կայսեր հալածանքների ժամանակ սպանվեցին։ Մենք գիտենք, եկեղեցու հայրերը Եվսեբիոս Կեսարացին նույնպես ասում է, Պետրոսին խաչեցին թարս, իսկ Պողոսին գլխատեցին։ Ում կառավարեցին այդ մարդիկ, ինչ շահ ունեցան։ Ոչ մի։ Իմաստը միակայն էր, որ նրանք պարզապես տեսան ճշմարտությունը ու մի հետաքրքիր դետալ նույնպես, ինչու չէին վախենում մահից, որովհետև նրանք տեսան մահը հաղթած
հարուցալ Հիսուս Քրիստոսին, որից հետո թքած ունեին մահվան վրա։ Արդեն իրենց համար կարևոր չէր մահը, իրանք գիտեն, որ նույնիսկ եթե ճշմարտության Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզելու համար իրենք մահանան, միևնույն է հարություն կառնեն, այնպես ինչպես Տերը հարություն առավ։ Երկրորդ տարբերակն էլ սա էր, ասում են, նրանք ունեցել են հալյուցինացիաներ, բայց սա հակագիտական է։ Այսինքն մոտավորապես պատկերացնենք, ասում են, լավ, չեն խաբել։ Իրոք տեսել են Հիսուս Քրիստոսին, բայց դրանց թվացել է։ Տեսիլք ա եղել, հալյուցինացիա։ 40 օր շարունակ 11 մարդիկ, ես դեռ չեմ խոսում Պողոս Առաքյալի Կորինթացիներին ուղված նամակի 15-րդ գլխում հիշատակված 500 եղբայրների մասին։ Պատկերացրեք, եթե Պողոսի ասածն էլ հաշվի առնենք, 500-ից ավելի մարդ Հիսուս Քրիստոսին տեսել է հարություն առած։ Ես բայց եկեք ֆիքսենք այն մարդկանց, ովքեր 40 օրերի ընթացքում են տեսել։ 40 օրերի ընթացքում 11 մարդ անընդհատ նույն ձևով, նույն դետալներով տեսել են նույն հալյուցինացիան եւ տեսիլքը, աշխարհի ամենահայտնի, ամենաբարձր դիրք ու անուն ունեցող, անունը վայելող հոգեբանները, հոգեբուժները, գիտնականները ասում են, որ դա գիտականորեն անհնար է, ինչու որովհետեւ հալյուցինացիան ինդիվիդուալ է։ Իմ ուղեղում տեղի ունենում այս process-ները, դիմացինումս իրա process-ները, մյուսին իրա։ Եթե մենք հալյուցինացիա տեսնենք, այսինքն պատրանք, ես իմ ձևով եմ տեսնելու, ինքը իր ձևով, ինքը մյուս երրորդը իր։ Ու մեծ փիլիսոփաներից Բլես Պասկալը, ով մեծ քրիստոնյա էր, մենք գիտենք, Պասկալի հիմնավորումներից մեկը, որ քրիստոնեությունը ճշմարտություն էր, հենց սա էր, ասում է, առաքյալները ամբողջ ընթացքում, ամբողջ այդ տասնամյակներում, եթե կարդանք Եվսեբիոս կեսարացու եկեղեցական պատմությունը, որը հասանելի է բոլոր հարթակներում, թե հայերեն կարծեմ նույնպես հասանելի է թարգմանված կա։ Մենք տեսնում ենք, որ տասնամյակներ շարունակ բոլորը քարոզում էին նույնը, հակասություններ իրապես չկար։ Բոլորը քարոզում էին նույնը, 11 առաքյալը քարոզում էին ամեն ինչ, ամեն մի դետալը նույն ձև, որ իրենք տեսել են Քրիստոսին, նրանց վկայությունները չեն տարբերվում, կոնֆլիկտներ չկար Քրիստոսի ասած խոսքերի վերաբերյալ, նրա երևումների վերաբերյալ։ Իրապես այստեղից մի ելք կա։ Եթե նրանք չեն ստում եւ եթե նրանք չեն կարող տեսիլք ու պատրանք ունենալ, մնում է մի տարբերակ։ Նրանք պատմել են այն, ինչին իրոք ականատես է եղել, իսկ իրենք ականատես են եղել Հիսուս Քրիստոսի հարությանը։ Ու հենց սա էր, որ ինձ բերեց քրիստոնեությանը։ Իրապես աթեիզմը չի կարողանում պատասխանել այս հարցին։ Ու դրանից հետո արդեն երբ որ հետաքրքիր հուզիչ պատմություն է, երբ որ դու քո հարաբերությունները վերականգնում ես իրապես Աստծո հետ, իմանալով, որ ախր այնպես չի դու նոր գտար իրան, հա, դու իրապես մտքով, հոգով դու նոր գտար, բայց դու գիտակցում ես, որ ախր Աստված իր շնորհը ինձ փոքրուց է տվել։ Աստված ինքն իրեն ինձ ճանաչեցրել է, իրեն բացահայտել է դեռ փոքրուց, ինչպես ամենասկզբում ասեցի, ես դեռ 2-3 տարեկան հասակից, երբ որ իմ գիտակցությունը նոր էր բացում, ես գիտեի ով է Հիսուսը։ Դե դրանից հետո արդեն որոշում, ուսումնասիրությունները ավելի խորացնել, դրանից հետո արդեն եկեղեցի, մկրտություն, ուխտ Աստծո հետ, վերջնականապես վերստին ծնունդ, ու դրանից հետո միտք եղավ, լավ, ես ժամանակակից երիտասարդ եմ, ով որ այս տերմինը օգտագործեմ, ինչու ոչ, մենք քրիստոնյաներ ենք բոլորս, ճահճի միջից դուրս եկա եւ գտա մաքրությունը, ճշմարտությունը։ Բա մյուսները, բա իմ այն ընկերները, այն շրջապատը, այն մարդիկ, ովքեր դեռ չեն գտել ճշմարտություն, իմ համակիրները օրինակի համար, աթեիստները, անհավատները, ովքեր գայթակղված են Աստծուց, ովքեր գայթակղված են Քրիստոսից։ Բա իրանք, բա հարյուրավոր, հազարավոր մարդիկ, 100,000-ավոր մեր հայրենակիցները, այս պարագայում ես մտածում եմ մեր հայրենակիցների մասին, որովհետև արտասահմանում անգլերենով, ռուսերենով հավատացեք այսպիսի գործունեություն ծավալող մարդիկ շատ կան։ Ու դուք էլ կարծում եմ այդպիսի գրքերի գրականության ծանոթ եք։ Երբ որ այդ միտքը եկավ, իմ մոտ միտք եղավ, ասեցի, իսկ եթե այն ամեն ինչը ես ուսումնասիրում եմ տարբեր գրքերից, դե բնականաբար ամեն մեկը պատրաստ չի, հետաքրքրություն ու ժամանակ չունի, որ դնի տարբեր գրքեր, այսպես ասած, բացի, կարդա, գիշերներ անցկացնի, չքնի, ժամանակ ծախսի դրա վրա։ Ու մտածեցի, իսկ եթե այդ ամեն ինչը փորձեմ հետաքրքիր ձևով, կարճ ձևով ներկայացնել։ Ու միտքս եկավ միանգամից վիդեո տարբերակները։ Ինչպես Լևոն եղբայրը ասաց, ամիսներ առաջ որ գտավ իմ ալիքը, որը կոչվում է ապոլոգիա կենտրոն, ապոլոգիա
նշանակում է կոյնի աստվածաշնչյան հունարենից նշանակում է պաշտպանություն, իսկ ավելի ճիշտ տերմինը ջատագովություն, քրիստոնեության ջատագովություն։ Հիշում եք, չէ՞ Պետրոս առաքյալը իր երկրորդ նամակում ինչ է ասում, 3-րդ գլուխ. ամեն ժամանակ պատրաստ եղեք պատասխան տալու ձեր մեջ եղած հույսի համար։ Երբ որ ես դարձա քրիստոնյա, այս խոսքը երբ որ կարդացի, ու այն էլ կարդացի, որ դա Պետրոսն ասում եւ ես էլ Պետրոս եմ, շնորհակալություն ծնողներիս այս սիրուն անունը դնելու համար, որը փոքր ժամանակ ես իհարկե ասում եմ ավելի ամբողջ քաղաքում, ամբողջ դպրոցում միակ Պետրոսն եմ, ես ինչ պապի անուն եք դրել, բայց երբ որ դարձա քրիստոնյա, հասկացա այս ինչ արժեքա, որ ուժեղ անուն է։ Երբ որ դա կարդացի, սկսեցի արդեն զբաղվել այս գործունեությամբ։ Մի քիչ էլ պատմեմ ապոլոգիա կենտրոնի մասին արդեն։ Ապոլոգիա կենտրոնը ժողովուրդ կենտրոնը, որը զբաղվում է քրիստոնեության ջատագովությամբ։ Այսինքն մեր կենտրոնում մենք ներկայացնում ենք քրիստոնեությունը փաստերով եւ ապացույցներով։ Շատերի հետ կյանքում եղած կլինի, որ ձեր բարեկամները, ձեր հարազատները, ինչու՞ չէ, նաեւ ձեզ հետաքրքիր եղած կլինեն տարբեր հարցեր։ Մարդիկ կան հարցում են. իսկ հոգու 10 գոյության ապացույցներ կան։ Իսկ եթե Աստված կա, ինչու մենք նրան չենք տեսնում։ Իսկ եթե Աստված կա, ինչու են աշխարհում տեղի ունենում այսքան չար բաներ, տառապանք, պատերազմներ։ Այս հարցերը իրականում ունեն պատասխաններ։ Այդ պատասխանները դեռ հին, առաջին, երկրորդ, երրորդ դարերից եկեղեցու հայրերը տվել են։ Սակայն 21-րդ դարում ապրելով եւս մեկ անգամ ասեմ, որ ցավոք սրտի մարդիկ պատրաստ չեն դնել, ուսումնասիրել, խորանալ։ Մարդկանց պետքա ավելի մատչելի ձևով այդ ամեն ինչը ներկայացնել։ Ու իմ կենտրոնը, ապոլոգիա կենտրոնը հենց Աստծո օրհնությամբ զբաղվում է դրանով։ Մենք պատրաստում ենք տարբեր տեսանյութներ, անց ենք կացնում տարբեր հանդիպումներ, սեմինարներ, ունենում ենք լեկցիաներ նույնպես տարբեր թեմաներով։ Նույնպես տեսեք, մոտավոր այսօր կարճ, ոնց որ ես ձեզ ներկայացրեցի փաստերով եւ ապացույցներով, որ քրիստոնեությունը իրապես տրամաբանական է եւ իրապես ճշմարիտ է, եթե մենք համեմատենք այլ կրոնների հետ։ Նույնպես եւ գործունեությունը մյուս մեր ծավալում ենք, պատրաստելով տարբեր տեսանյութեր, օրինակ մեր YouTube-յան ալիքում մենք 130-ից ավելի տեսանյութեր ունենք, տարբեր թեմաներով, եւ Լևոն եղբայրը գիտի, կարծում եմ բոլորիդ արդեն շատերին ասած կլինեք։ Դա էլ ապոլոգիա կենտրոնի մասին Ժորժան ու հուսով ենք Աստծո առաջնորդությամբ ավելի կզարգանա ու նամանավանդ երիտասարդությունը մեր հայրենակից, հայ երիտասարդությունը, որը մեր ազգի կորիզն է բնականաբար ու ապագան, նույնպես թեկուզ եւ դրա միջոցով կդառնա Աստծուն։ Շատ մարդիկ կան ասում են ախր հավատքով չէ պետքա լինի։ Փաստերը, գիտությունը պետք չի, բայց մեր եկեղեցու հայրերից Գրիգոր Տաթևացին իր գիրք հարցմանց աշխատության մեջ բերում է մի քանի ճանապարհներ, որոնցով մարդը գալիս է Աստծուն։ Ճանապարհներից մեկը հենց անկեղծ, պարզ երեխայական հավատն է, ոնց որ շատերը կարծում են, որը իմ պարագայում իմ տատիկի հավատքներ, իմ մայրիկի հավատքներ, ովքեր պարզապես լսել ու հավատացել են։ Երեխայական պարզ չեն բարդացրել։ Առաջին տարբերակը դա է, որ Տաթևացին ներկայացնում է։ Երկրորդ տարբերակը նա ներկայացնում է անձական փորձառությունները։ Այսինքն մարդը իրապես փնտրել է Աստծուն սրտով, իրապես տվյալ պարագայում իրան պետք է եղել որևէ գերբնական փորձառություն, օրինակ հրեշտակի այց կամ որևէ տեսիլք, որը նույնպես մեր հայ քրիստոնյաների մեջ շատերը վկայում են այդպիսի վկայությունների մասին։ Մարդիկ կան այդպես են գալիս Աստծուն, բայց Տաթևացին նաև երրորդ տիպի մարդկանց է ներկայացնում, ասում են կան մարդիկ, ովքեր փնտրում են պատասխաններ, ովքեր իմաստությամբ են գալիս Աստծուն։ Ու սրա վառ օրինակը մենք տեսնում ենք Գործք առաքելոց գրքում։ Գործք առաքելոց 13-րդ գլխում Պողոս առաքյալը քարոզում է հրյաներին, նրանց կոնտեքստում ներկայացնելով Քրիստոսի փրկչագործությունը, ներկայացնելով ամենասկզբից, Ադամից, Աբրահամով, Դավթով ամեն ինչ ինքը ներկայացնում է, բերում է նրան, որ Քրիստոսը Մեսիան է։ Ինչի, որովհետև հրյաները այդ ամեն ինչը գիտեն, այդ ամեն ինչին տիրապետում են։ Բայց եկեք մի պահ իջենք, թե Պողոսը, երբ որ գնաց Հունաստան, Արիսպագոսի առաջ ինչ էր քարոզում։ Հիշում եք, մեջբերումներ էր անում նույնիսկ Հեթանոս հեղինակներից, ասելով, ինչպես ձեր բանաստեղծներից որոշները ասեցին, մենք նրա զարմից էինք։ Էպիկյուրոսին էր մեջբերում, մյուս փիլիսոփաներին։ Տեսեք, Պողոս առաքյալը, որ մեծագույն առաքյալներից մեկն էր, վերջը Նոր Կտակարանի 27 գրքերից 13-ը օֆիցիալ, եթե եբրայեցիներն էլ հաշվենք, ես ինքս հավատում եմ, որ եբրայեցիները նույնպես հեղինակը Պողոսն է։ 13-14 գրքի հեղինակն է։ Տվյալ մարդը նույնպես հեթանոսների մեջ բացատրում էր հասկանալի ձևով, նա նույնպես ապացույցներ էր բերում, փաստեր էր բերում։ Գործք առաքելոց 17-րդ գլուխ։
Ու դա նույնպես վկայում այն մասին, որ հա, մենք պետքա քարոզենք, մենք պետքա ասենք, այո, Քրիստոսը մեզ համար հաճվել է, մենք պետքա ներկայացնենք Աստծուն որպես սեր, բայց եթե մարդիկ մեզանից նաև պատասխաններ են ուզում, տրամաբանական փաստարկներ են ուզում, մենք նույնպես պետքա գոնե որոշ չափով տիրապետենք դրան, ինչպես Պետրոս Առաքյալն ասում, պատրաստ լինենք պատասխան տալու մեր մեջ եղած հույսի համար։ Ու ես շատ ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ ձեր մեջ, ու Լևոն եղբորն էլ ասում է, որ իմ ռեսուրսներով, իմ այդ նյութերով, այդ գիտելիքներով, ամեն ինչով պատրաստ եմ կիսվելու ձեզ հետ, իմ թե քրիստոնեությամբ, թե իմ մայր եկեղեցով քույրերի ու եղբայրների հետ, որպեսզի դուք էլ կարողանաք առօրյայում կիրառել այդ ամեն ինչը։ Ու մի հետաքրքիր բան էլ ասեմ, իմ անձնական փորձառությունից իրապես այս ամենը աշխատում է։ Իրապես փաստերը, ապացույցները, տրամաբանությունը իրապես աշխատում է ու փառք Աստծո Հայաստանում շատ երիտասարդներ գալիս են Աստծուն ու Հայաստանում սպասում է մեծ արթնություն։ Շատ շնորհակալ եմ ձեզ հրավերի համար եւս մեկ անգամ ու շնորհակալ եմ ինձ լսելու համար։ Հուսով եմ այս պատգամը, այս խոսքերը, որ ես ձեզ ասացի ու նաեւ իմ վկայությունը ձեր հավատքի կյանքի համար նպաստելի կլինեն։ Շնորհակալ եմ շատ։